Հոգևոր կյանք, որ ավելին պիտի լինի, քան այն, որ ունենք։ Есть более, как скажем, более, скажем, сильная, большая духовная жизнь, Կա чем у нас աղոթքի есть. կյանք, որ ավելին պիտի լինի, քան այն, որ ունենք։ Есть более молитвенная, более Կա Աստծո усовершенствованная, խոսքը лучше կարդալու молитвенная жизнь, чем у կյանք, нас քան որ ունենք հիմա սիրելներս։ есть. Есть жизнь, которая читает Божье Թերևս Слово. քանի գնում եկեղեցին ունի շատ ցավալի ստատիստիկա։ И, к сожалению, в церкви есть очень болезненная Ինչ որ մի статистика. տեսակ Աստված պաշտություն է ձևավորվում, Տերը պահի մեզ այդպիսի Сформировалось մոլորությունից, какое-то определенное странное богослужение. որ մենք հավատում ենք Աստծուն, բայց այդքան էլ կապ չունենք Աստվածաշնչի հետ։ Мы верим в Бога, но не имеем связи с Божьим Ես Словом. լուրջ կասկած ունեմ այդպիսի հավատքի վրա։ У меня есть серьезные сомнения по Եվ этой вере. Աստվածաշունչն է խոսում дրա մասին И հարազատներս։ Библия тоже говорит об этом. Դրա համար այս տարին մեզ համար լինելու է Աստծուն մոտենալու տարի։ Поэтому этот год у нас будет год приближения Եվ к թույլ Богу. տվեք մինչև որ Աստծո խոսքից մի քանի համար կկարդամ, И позвольте, прежде чем я прочитаю несколько ես стихов ուզում եմ из Библии, եկեղեցու հայրերի ասածներից մի քանի ցետատաներ կարդամ ձեզ я համար։ хочу несколько цитат прочитать отцов церкви. Հովանես Ոսկեբերանը, Иоанн Златоуст, որը ժամանակին ամենահզոր աստվածաբաններից մեկն է который в եղել, свое время был один из сильных богословов, այսպիսի ցիտատա ունի, ուզում եմ կարդամ у ձեզ него есть համար։ такая цитата. Ասում է ով տարված է Աստծո սիրով, դա ով տարված է Աստծո սիրով եւ սրտով ձգտում է դեպի Աստված, նա այլևս ուշադրություն չի դարձնում երևացող բաներին, բայց միշտ կամ մշտական փափագում է, հիանում է, տեսնում է Աստծուն գիշեր եւ ցերեկ։ Դուրս շատ է գալիս։ Գիտեք սերեներս, տարվել բառը այստեղ գլխավոր բառն է, ուվլիկացիա։ И здесь главное слово увлечься, Այսինքն увлекаться. տարվել մի բանով, որ քեզ համար թանկ է։ То есть увлечься чем-либо, что для тебя ценно, Դուք տեսել եք дорого. մարդիկ, որոնք տարված են փող աշխատելով։ Вы видели людей, которые увлечены Նրանց зарабатыванием денег? նպատակները ուրիշ են։ У них другие цели. Դուք տեսել եք տարված մարդիկ, որոնք սիրում են երկրավոր, երևացող բաները։ Вы видели людей, которые любят это временное, мирское? Հովանես Ոսկեբերանն ասում է, ով տարված է Աստծով, И Иоанн Златоуст говорит, кто увлечен Богом, նա որ ձգտում է դեպի тот, Աստված, кто стремится к Богу, նա այլևս ուշադրություն չի դարձնում այն բաներին, որ ժամանակավոր են այս он больше կյանքում։ не обращает внимания на те вещи, которые временные. в этой Եվս жизни. մի ցիտատակա ուզում եմ И կարդամ։ еще одна цитата есть. Սրա հեղինակը անհայտ մնաց ինձ, բայց այնուամենայնիվ դուրս գալիս Автор ասում мне է, остался неизвестен, но мне ասում է нравится. она. իրապես Աստծուն սիրողը То есть действительно любящий Бога человек, իրեն երկրի վրա միշտ օտար եւ պանդուխտ է համարում։ он всегда на земле считает себя чужим, странником. Սա շատ կարևոր արտահայտություն է Աստծուն մոտենալու համար։ И это очень важно, когда ты Գիտեք, приходишь սիրելիներս, к Богу. անհնար է մոտենալ Աստծուն, բայց ուզենալ այս երկրի վրայի ամեն ինչը։ Невозможно приближаться к Богу и желать все, что есть в Անհնար է этом мире. սիրել Աստծուն, բայց ուզենալ վայելել աշխարհը։ Невозможно любить Бога и как бы наслаждаться этим Այդպիսի миром. աստվածապաշտություն չկա, սիրելիներս։ Нет такого Եվ богопоклонения. այս Աստծո մարդը հրաշալի միտք է ասում։ И этот Божий человек говорит очень Ասում է նա чудесную ով որ мысль. սիրում է Աստծուն, Тот, кто любит Бога, նա միշտ իրեն օտար եւ պանդուխտ է համարում он այս երկրի վրա։ всегда себя считает чужим и Ինքը странником в этом հավատում է, мире. որ այս երկրի մարդ չէ ինքը։ Он понимает то, что он человек не от Եվ мира ինքը сего. պատրաստվում է գնալ այնտեղ И он всегда готовится идти եւ туда. վայելել հավիտենականությունը։ И как бы жить в вечности. Եվ շարունակությունն այսպես է։ И продолжение такое. Կարդամ սկզբից, իրապես Աստծուն սիրողը իրեն երկրի վրա օտար եւ պանդուխտ է համարում, քանի որ իր ձգտումը դեպի Աստված հոգով ու մտքով միայն նրան է նայում։ Հաջորդ ցիտատան, սա էլ եմ ուզում կարդամ։ Следующая цитата. Ասում է ով իսկապես սիրում է Աստծուն, Кто на самом деле любит Бога, այդ սիրով ինքն իրեն вանում է մեղսալի կրքերիցը։ он себя как бы отвлекает, да, вот эту Հեռացնում է любовь, իրենից։ отдаляет себя от всяких Գիտեք, ինչ идолов. շատերն ասում են, բա թող Աստված ինձ ազատի, ես եւ կազատ կլինեմ И многие սրանից։ говорят, пускай Бог меня освободит, я Բայց буду հետաքրքիր свободен բան от կա այս этого. խոսքի մեջ։ Но в этом слове есть Ասում են что-то նա ով որ интересное. սիրում է Աստծուն, Тот, кто любит Бога, այդ սերը իրեն ստիպում է, որ իրենից վանի մեղքը։ эта любовь его как бы Այնպես заставляет, որ чтобы եթե он մեղքեր отодвинул կան, որ грех. դեր փաթաթված են ձեր վզից, То есть грехи, которые сегодня закручены вокруг вашей ավելացրեք шеи, Աստծո սերը։
прибавьте Божью любовь. Սիրեք Աստծուն ավելի շատ սիրելներս։ Любите Бога больше. Որովհետև դուք այն ինչ որ սիրում եք, Потому что вы то, что вы կամ любите. ինչքան որ սիրում եք, Или кого вы այդ настолько սերը любите. որոշում է թե դուք ինչ կանեք ձեր հետ կատարված բաների հետ։ То есть эта любовь и говорит, насколько вы с Եվ тем, այսպիսով, что с вами ով происходит. իսկապես սիրում է Աստծուն, То есть тот, кто на самом деле այդ любит սիրով Бога, ինքն իրեն վանում է մեղսալի կրքերից։ он себя отдаляет от вот этих кумиров, от Եվ этих տեսեք идолов. շարունակության մեջ ինչ ասում։ И посмотрите, что он говорит. Սիրել в Աստծուն продолжении. նշանակում է Любить Бога означает, նախընտրել Աստծուն աշխարհից ավելի то есть избирать Бога больше, чем мир. եւ անընդհատ И всегда Աստծուն նվիրել ինքն իրեն։ отдавать себя Богу. Եվ այսպիսով սիրելներս, Итак, возлюбленные, մոտեցեք Աստծուն։ приближайтесь к Богу. Եկեք բացանենք Հակոբոսի գիրքը Давайте откроем книгу եւ Иакова մենք միասին կարդանք 4-րդ գլխի 8-րդ համարը։ и прочитаем с 4 главы 8 стих. Սուրբ գիրքն ասում է. И Библия говорит, Մոտեցեք Աստծուն приблизьтесь к Богу եւ նա կմոտենա ձեզ։ и приблизиться к вам. Սրբեցեք ձեր ձեռքերը, Очистите руки, ով մեղավորներ, грешники, եւ ձեր сրտերը մաքրեցեք, ով երկմիտներ։ исправьте сердца двоедушных. Զարմանալի է, որ Սուրբ գիրքն ասում է մոտեցեք Աստծուն։ Удивительно, что Библия говорит, приблизьтесь к Богу. Գիտեք սիրելիներս, երբ որ ես ուշադրություն դարձրեցի մոտենալ բառին, Когда я обратил внимание на слово «приблизиться», ես կարդացի բնագրում մոտենալ բառի նշանակությունը։ в оригинале я прочитал значение Դա этого слова. ուղղակի ինձ ցնցեց։ Это буквально меня Մոտենալ удивило. նշանակում է։ Приближаться означает, Ուշադրի լսեք։ Ասում է, նու օրինակ, եթե մենք հիշենք Ենովքի կյանքը, к примеру, если мы будем брать жизнь Еноха, նրանք ովքեր որ Սուրբ գիրքը կարդում են, Սուրբ գիրքն ասում է, որ Ենովքը վարվեցավ Աստծո հետ, հայերենում ասում է։ написано то, что Енох угодил Богу, да? Ռուսերենում ասում է, А на русском ես говорит, իմ այդ տեղը գտնեմ, ռուսերենում ասում է он ходил Да, с Богом. да, ходил с Богом. Енох ходил с Богом. Հիմա տեսեք սիրելիներս, վարվել կամ մոտենալ Աստծուն, То есть ходить или приближаться к բնագրում Богу. տեսեք ինչ է ասում։ Посмотрите, что написано в Ասում է оригинале. նա գնաց։ То есть он пошел. Բարի թարգմանության կամ նշանակություններից մեկը սա է։ Նա գնաց։ То есть один из переводов, да, это он пошел. Ուր գնաց։ Куда пошел? Որտեղ էր։ Где он был? Ինչ արեց։ Что он сделал? Գիտեք սիրելիներս, ես այս խոսքի վրա ուզում եմ կանգ առնեմ եւ շատ հավատացյալների ասեմ, դուք նկատել եք, Я хочу остановиться на этом слове и որ сказать մարդիկ многим. կան, կարծես թե հավատում են Աստծուն, Вы замечаете, что есть люди, казалось бы, բայց которые верят նրանք в Бога, բացի ասելուց այլևս չեն գնում առաջ։ но они, кроме того, что сказать что-то, Երբ они որ не Սուրբ идут գիրքն вперед. ասում է Ենովքը վարվեց Աստծո հետ, Когда Библия говорит, что он ходил с կոնկրետ Богом, ասում է նա գնաց։ он говорит точно, что он Այսինքն пошел. ինչ որ մի տեղից շարժվեց եւ գնաց դեպի Աստված։ То есть он с какого-то места пошел к Богу. Եվ ուզում եմ հարց տամ, И хочу спросить, եթե մենք խոսում ենք Աստծուն մոտենալու մասին, մենք գնում ենք։ если мы говорим о приближении Ուրիշ к Богу, мы եղբայրներ, մենք идем. ում ենք մոտենում։ Կому мы Ինչա приближаемся? կատարում ես այդ։ Что происходит с нами? Հաջորդ բառը, որ ես տեսա, սա ուղղակի ինձ ցնցեց։ И следующее слово, которое я увидел, Ասում է, հաջորդ նշանակությունը սա է։ следующее значение. Ասում է սողալով գնաց։ Սողալով։ То есть Ползать начал։ он начал ползать. да. Ես երբ որ նայեցի այս բառի նշանակությունը մտածեցի ինչը պիտի ստիպի որ Սուրբ Գիրքը այս բառը այսպիսի նշանակություն тա И я когда прочитал, что должно заставить, чтобы Библия Курели сделала парнеш. именно использовала это դուք слово. նկատել եք Вы замечаете, որ աշխարհում մարմնավոր բաներին հեշտ է ձգտում մեր մարմինը что наша плоть очень легко стремится к плотским բայց вещам. ուշադրություն դարձրեք երբ որ պահը գալիս է որ դու պիտի աղոթքի կյանք ունենաս Но приходит момент, когда у тебя должна быть молитвенная жизнь. երբ որ պահը գալիս է որ դու Սուրբ Գիրք պիտի կարդես Когда приходит момент, что ты должен մարդը читать ասում է ես Библию. ակնոց չունեմ Есть люди, которые говорят, у меня нет очков. կներես ոչ թե ակնոց չունես չես ուզում կարդաս ուղղակի Не то, что у тебя нет очков, ты просто не хочешь читать. Մարդը ասում է չեմ հասկանում ոչ ոչ թե չես ուզում հասկանաս Есть люди, которые говорят, я не знаю, не Դու могу понять. ներսումը չունես այդ ուժեղ ցանկությունը։ То есть причина не в том, что ты не понимаешь, Եվ а в том, что у այստեղ тебя երբ որ нет Սուրբ желания. Գիրքը խոսում է Ենովքի Աստծո հետ վարվելու И մասին, когда Библия ходит о хождении Еноха նկարագրում է, к որ ինքը Богу, պատրաստ էր Աստծո հետ գնալու անգամ սողալով։
То есть он был готов идти даже как бы ползком. Նրա к համար Богу. ոչ մի արգելք չկար, որ նա Աստծո ետևից գնար։ Никаких ограничений не было, чтобы он шел за ним. Ենովքին ոչինչ չէր կանգնեցնի, որ Աստծո ետևից Ничего не գնար։ останавливало Այսօր его. ուշադրություն դարձրեք, ինչքան հեշտ բաներ կա, որ որոշներին կարող է կանգնեցնի։ Обратите внимание, сколько людей могут просто остановить, Ուշադրություն которые դարձրեք, могут ինչքան остановить մարդիկ их. կա, որոնց կարող է ինչ-որ բան նրանց ետ քաշի հավատքի կյանքից։ Скольких людей, которые сегодня вещи как бы тянут, Գուրերը բաներ, խնդրում եմ մտածեք оттягивают սրա это մասին։ в жизни. Մենք այս տարի խոսելու ենք Աստծո մոտենալու И մասին։ мы сегодня в этом году будем говорить о Ուշադրություն приближении к դարձրու, Богу. դու պատրաստ ես անգամ Աստծո ետևից սողալով գնալու։ Обрати, ты готов даже идти ползком за Богом. Հաջորդ նշանակությունը, տեսեք ինչ ասում։ И следующее значение. Ասում է հեռացավ նա ինչ որ բանից։ Он отошел от чего-то. Ինքը հեռացավ ինչ որ բանից։ Он отошел, Գիտեք ես հիմա отдалился от ինչ եմ чего-то. խոսում։ И знаете, о чем я говорю? Ենովքի մասին Ալիկ եղբայր, որ Սուրբ Գիրքն ասում է վարվեց Աստծո հետ։ О Енохе, который ходил с Богом. Ինքը Աստծո մոտ լինելու օրինակն էր։ Он был примером того, кто находился Եվ рядом այդ с վարվել Богом. բառը նշանակում է հեռացավ ինչ որ բանից։ И это слово означает то, что он отдалился от чего-либо. Հասկացեք հարազատներ, դուք չեք կարող Աստծո մոտ լինել, եթե բաներ կան, որից դուք պիտի հեռանաք։ Вы не можете приближаться к Богу, если есть вещи, от которых вы Այո, должны դուք отдалиться. բնավորություն կա, որից պիտի հեռանաք։ Есть характер, от Ես которого вы այսօր должны շատ մանրամասը отдалиться. բաներ չեմ խոսում։ Я не буду говорить сегодня конкретно о каких-то Ընդհանուր вещах. բաներ կան, բայց դու պիտի լսես Есть սրա какие-то մասին։ общие вещи, но ты должен услышать Ասում об է նա этом. հեռացավ ինչ որ բանից։ Написано, он отдалился от чего-то. Ինչն է քեզ պահում Աստծոն մոտենալուց։ Что сегодня тебя держит, чтобы Գուրեր ты не բաներ, приблизился к հեռացեք Богу? դրանից։ Братья и сестры, Հեռացեք отдалитесь այն от этого. մտքերից, որ հիմա ձեզ խանգարում է քարոզ լսելուց։ Отдалитесь от тех мыслей, которые мешают Որովհետև вам դուք сегодня չեք կարող послушать Աստծոն проповедь. մոտենալ, եթե չհեռանաք դրանից։ Потому что вы не можете приблизиться к Богу, если вы Հասկանում не եք, որ սա отдалитесь ինչքան от этого. խորն է։ Поймите, это очень глубоко. Եվ Եղայի համար Եղիան պատրաստ էր ամեն ինչից հեռանալ։ И Енох готов был отказаться от всего. Լնայք հաջորդ նշանակությունը, սա ինձ ուղղակի զարմացրել է։ И следующее значение слова это Վարվել կամ մոտենալ приближаться նշանակում է означает, կրել կամ վերցնել ինչ-որ մի բան։ то есть брать что-то, нести что-то. Կրել կամ վերցնել ինչ-որ մի բան։ Нести, брать что-то. Գիտեք, Ենովք այն մարդն էր, И Енох был тем որ ինքը человеком, պատրաստ էր կրելու պատասխանատվություն Աստծոն մոտենալու հարցում։ который брал ответственность в Ուզում եմ этом հարց пред տամ ձեզ Богом. սիրելիներս։ И хочу спросить, Ո՞վ է պատասխանատուն ձեր եւ Աստծոն մոտ լինելու հարցում։ кто ответственен в вопросе приближения к Богу? Հովիվը, Пастор, դուք շփոթվել եք։ вы Եկեղեցին, ошибаетесь. Или церковь, դանջան, ստեղ շվում է, մի քիչ իջացրա։ Եկեղեցին դուք շփոթվում եք։ вы ошибаетесь. Ով, ձեր տնային խմբակի ավակը։ Старшей вашей Դուք домашней группой. Լավ, ասենք թե մենք հասկանում ենք, որ ոչ, իրենք չեն։ Да, мы понимаем, что это не они. Բայց դուք նկատել եք, որ ասում եք, բան կա, որ ինձ խանգարում է մոտենալ Но Աստծուն։ вы замечаете то, что вы говорите, есть вещи, которые вам Այսինքն мешают դու приближаться к Нему. պատասխանատվությունը քո վրայից վերցնում ես եւ դնում ես այդ բանի վրա, որ քեզ խանգարում է То Աստծուն։ есть ты берешь ответственность и отдаешь Բայց что-то. Սուրբ Գիրքն ասում է, Да, но Библия говорит, որ Ենովքը վերցրեց եւ կրեց։ что Енох он взял и Ես понес. հավատում եմ, որ այստեղ կարելի է պատասխանատվություն բառը կիրառել։ Можем как бы тем самым охарактеризовать слово ответственность. Ենովքը Енох, պատասխանատու էր իր եւ Աստծո միջև եղած հարաբերության հարցում։ он был ответственен в отношении между собой и Գուրեր Богом. եղբայրներ, ես չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկին ես վերցնեմ պատասխանատու իմ հոգևոր վիճակի հետ կապված։ Я не представляю, Ոչ. если я кого-то возьму ответственен в Ես եմ моем духовном պատասխանատու։ состоянии. Я Ես եմ պատասխանատուն։ Լսում եք։ ответственный. Եվ Ենովքը որպես Աստծուն мոտ լինող մարդ, И Енох, как человек, который ինքը находился рядом с կարողանում Богом, էր այդ պատասխանատվությունը կրել։ он мог нести эту Գիտեք, ответственность. սիրելիներս, Ենովքի մասին այդքան շատ բան գրված չէ։ И о нем не написано так много Բայց вещей. Սուրբ Գիրքն ասում է նա այնպես վարվեց Աստծո Но հետ։ Библия говорит, он так ходил с Ասում է, որ Богом, Աստված վերցրեց եւ նրան տուն տարավ, что Бог его взял домой. եւ նա ֆիզիկական մահ կարծես թե И չտեսավ, казалось бы, как он տակավոյ, не այսպես видел ասած։ физической смерти. Ես չգիտեմ դա ոնց տեղի Я не ունեցավ, знаю, как это բայց ես произошло, հավատում եմ, но я որ верю, դրանով Աստված ուզում է ցույց տալ, что Бог тем самым хочет որ показать, նա որ Աստծո հետ մոտ լինելու լուրջ ցանկություն ունի, что тот, кто имеет серьезное желание быть с Богом, մահը նրա վրա իշխանություն չունի, смерть не имеет над ним власти. վախը նրա վրա իշխանություն չունի։ Strach не имеет Ահա над թե ним որտեղից власти. է որ վախը կարող է
պատկրադված լինի մեր մտքերի մեջ И սիրելիներս։ именно из-за по этой причине нам подкрадывается в мыслях страх. Հաջորդ բանը, որ ես տեսել եմ այս պատմության մեջ, И следующее, что видел в этой գիտեք, истории, մի նշանակություն էլ կա, սա ինձ еще одно շատ значение զարմացրեց։ есть, меня оно очень удивило. Երբ որ Սուրբ Գիրքն ասում է Ենովքը վարվեցավ կամ մոտեցավ կամ քայլեց Աստծո Когда առջև, Библия говорит, что он ходил пред Богом, նշանակում է ինքն իրեն ստիպեց, որ շարժվի եւ գնա առաջ։ то есть он себя заставил, чтобы пойти вперед. Հասկացեք, սիրելիներ, մեր բնությունը շատ ծույլ է։ И наша природа очень Մենք շատ ленивая. ծույլ ենք։ Мы очень Դուք ленивые. նկատել եք 1000 հատ ռիլս կնայեք, Вы заметили, вы тысячи рилсов բայց можете посмотреть. կքրքրվենք, որ մի հատ Աստծո խոսք վերցնենք եւ խորանանք դրա вրա։ Но нам будет тяжело, чтобы взять Божье Դուք Слово и նկատել եք, որ углубиться в него. ամեն ինչ պատրաստ ենք նայելու։ Вы заметили то, что мы готовы Բայց հենց смотреть գալիս է всё. Աստծո խոսքի վրա խորանալու պահը, Но когда приходит момент, когда должны углубиться в մեր Божье հետ ինչ-որ բան ա Слово, с կատարվում։ нами что-то Ես происходит. վերջերում մի անձնավորություն, գիտեք ինչ ասեց, ասում է, գիտեք ես մի օր սկսեցի Սուրբ Գիրքը И կարդալ, недавно один человек начал читать ես Библию. սկսեցի վատանալ, Он сказал, ես что սկսեցի ему становится плохо. վախենալ, И ինչ-որ я բաներ начал կատարվեցին бояться, ցետ։ что-то со мной начало происходить. Եվ հետաքրքիր է, գիտեք, ուզում եմ հարցամ այդ անձնավորության, իսկ դու շարունակում ես դրանից հետո Սուրբ Գիրքը И я կարդալ։ хочу его спросить, а ты продолжаешь читать Ես Библию? ասում եմ երազներ տեսա, Я видел какие-то Սկսեցի сны, он վախենալ։ говорит. Начал бояться. պիտի շարունակես կարդալ։ Ты должен продолжать читать. Ես հիշում եմ մի օր մեկը մյուսին խորհուրդ տվեց։ Я помню, один дал совет другому. Այդ անձնավորությունը եկավ եւ ասում էր, լսի, իմ մոտ վախեր կան, մտքեր կան, ես խառն եմ։ Он пришел и сказал, у меня есть какие-то страхи, Ասեց, мысли. Աստվածաշունչ շատ ես կարդում։ И ему сказали, ты читаешь Ասեց, много ասեց, Библии? չանես, խնդրում եմ, դաթարի անել դա։ И ему сказали, прекращай Դաթարի читать. կարդալ Աստվածաշունչը։ Прекращай читать Մտքերդ Божье խառնում են, Слово. հանգիստ եղի մի քիչ, քո միտքը պիտի Будь հանգիստ լինի։ спокоен, твои мысли Գիտեք, должны быть այդ спокойны. օրվանից այդ մարդը ոչնչացավ, կորավ, չկա այլևս ինքը հոգևոր դաշտում։ И этот человек, он как бы ушел из духовного Բայց գիտեք, поля. երբ որ Ենովքի մասին Սուրբ Գիրքն ասում է վարվեցավ, Но когда Библия говорит о Енохе, что ասում է он այդ ходил, բառը նշանակում է ինքն իրեն ստիպեց, որ գնա առաջ։ это означает, что он себя заставлял идти Քույրեր вперед. եղբայրներ, ասեք տեսնեմ։ И скажите, Աշխարհը տենց հեշտ թույլ կտա, որ դու գաս պաշտամունքի։ братья и сестры, мир так легко тебя отпустит, что ты Իրավիճակները приходил. այդքան հեշտ թույլ կտան, որ դու Սուրբ Գիրք կարդաս։ И будут ли обстоятельства тебя отпускать, чтобы ты Ուզում с եք ասեք, легкостью որ читал սատանան Библию? այդքան կողմնակից է, որ դու Սուրբ ապրես։ То есть вы хотите сказать, что сатана сторонник, чтобы ты жил святой Այն ինչ որ жизнью? դուք տեսնում եք, То, что вы видите, դա հակառակ է քո հոգևոր կյանքին, հասկացեք это հարազատներս։ обратно, это все Անկամ քո противится твоей քեզ духовной ցանկացող жизни. բարեկամները То есть даже твои родственники, ուշադրություն դարձրել ես, որ հենց ուզում ես պաշտամունքի գաս, մեկ էլ մեկը զանգում ասում, ախպերս ուզում եմ ձեզ հյուր գամ։ вы замечали, когда ты хочешь пойти в церковь, кто-то Գիտեք- тебе звонит и говорит, я գիտեք хочу прийти к զարմանալին тебе в ինչն է։ гости. И знаете, что Իրենք удивительно? կյանքում իրենց գրաֆիկը չեն փոխի։ Они никогда не поменяют свой Դու график. խելո գարի նման զանգում ասում ես, ձեզ երբ է հարմար որ գանք ձեր տուն։ И ты как очень послушная Իրանք овца, ասում են, ты «Ախպերս, звонишь и հեսա մի говоришь, Դա Էսա մի հատ մեր գրաֆիկը կնայենք, քեզ կասեն երբ դու կգաս մեր տուն։ мы сейчас посмотрим свой график и скажем, когда Բայց тебе прийти չգիտես к нам ինչու, домой. երբ որ մեզ Կիրակյորը զանգում ասում են գալիս ենք, մենք ամոթ ենք անում, ասեն գնում ենք եկեղեցի։ И не знаю, почему мы стыдимся в этот момент сказать, Հարազատներս, что мы идем в церковь. Սրանք մանր բաներ են։ И родные, поверьте, Բայց это այս может быть մանր мелочи. բաների մեջ է երևում թե ով հաղթող դուրս կգա Но в վերջում։ этих мелочах видно, кто выйдет Լսում եք победителем. ինչ եմ ասում։ Вы слышите, что я Ստիպի говорю? քեզ, Заставь себя, շարժի քեզ։ двигайся. Ինձ դուր է գալիս Սաղմոսների մեջ, երբ որ Դավիթն ասում է. Мне нравится, когда Давид говорит в Ով псалме, անց ինչու ես տրտմած։ о, душа, почему Ինչու ты ես унываешь? տրտմած։ Почему ты Օրհնի унываешь? Տիրոջը։ Благослови Մի Господа. մոռանա նրա բարիքները։ Не забывай его Հիշի благодеяния. ինչ արել Աստված Помни, քեզ что համար։ Господь сделал для тебя. Շարժի քեզ։ Двигайся. Գիտեք, սիրելիներս, հասկացեք հոգևոր կյանքը Поймите, духовная жизнь ինքը ինքնա հոս կյանք չէ։ это не какая-то жизнь на Սամատյոկ։ самотек. Да? Այդպես չի լինում հարազատներս։ Так не может быть. Շարժի քեզ։ Двигайся. Ստիպի քեզ։ Заставляй себя. Ասա որ դու Աստծո որդես եւ պիտի гնաս առաջ։ Скажи, что ты сын, Божий сын, и ты Եվ должен идти եթե դու вперед. չես ուզում անես И հարազատներս, если ты не хочешь делать, ինչ որ բան կա քո փոխարեն կանի քեզ համար։ кто-то сделает вместо Եվ դու тебя. մի կարճ ժամանակ հետո կտեսնես, որ Աստծոց հեռացած ես։ И ты за короткий промежуток увидишь, что ты Ուրեմն, отдалился от ուրեմն, Бога. ես ձեզ մի կարևոր բան ասեմ։ И я вам скажу очень важную вещь. Առանց Աստծոն մոտենալու ոչինչ չի փոխվի մեր կյանքի մեջ։ Без приближения к Богу в нашей жизни ничего не Թույլ изменится. տվեք կրկնեմ նորից։ Позвольте Քո повторить. երեխաների կյանքի մեջ առանց Աստծոն մոտենալու ոչինչ չի В жизни փոխվի։ твоих детей без приближения к Քո Богу ընտանիքի ничего не մեջ առանց изменится. Աստծոն մոտենալու ոչինչ չի В твоей փոխվի։ семье без приближения к Богу Ամեն ничего не հարզնուցում է изменится. Աստծոն մոտենալով։
все вопросы решаются Ընտանիքիդ приближением к հարցը լուծում է Աստծուն Богу. մոտենալով Вопрос твоей սիրելիներս։ семьи решается Հասկանում եք, սա приближением к կարևոր է։ Богу. И это важно. Եվ այս տարին, И в этом году այո, նայեք, հարազատներս անկեղծ պիտի կիսվեն։ я должен искренне поделиться с вами. Դու ինչքան մոտենում ես Աստծուն, Насколько ты приближаешься օրինակ к դուք լսել եք Богу. մարդիկ ասում են. Вы Վայ, слышали, ես люди պատրաստ говорят, չեմ մկրտվելու։ Я не готов креститься. Ես պատրաստ չեմ խորանալու։ Ինչու Я են не ասում։ готов углубляться. Почему они это говорят? Գիտեն բաներ կա, Потому что они знают, есть որ вещи, նրանք Աստծուն մոտենալով что они, приближаясь к Богу, ստիպված պիտի լինեն, որ թողնեն։ должны вынуждены что-то оставить. Նորից եմ կրկնում, մտքիդ հրամանտու, որ քեզ չխանգարես քարոզը И дай լսել։ сегодня приказ твоим мыслям, чтобы не мешали слышать Դու проповедь. պատասխանատվություն ես կրում, Ты несешь ответственность. որովհետև Աստծուն մոտենալու մեջ է քո ամբողջ կյանքի փոփոխությունը։ Потому что в твое и как бы преображение, изменение Տեսեք, только в սիրելիներս, приближении к Богу. Ուշադրություն դարձրեք մի բանի վրա։ И обратите внимание на одну Ես հեսա вещь. միտքս տրամաբանական կավարտեմ, բայց էլ եմ ուզում Я сейчас логически завершу свою мысль. Տեսեք, դուք նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ դուք օրտնվում եք, Вы заметили, время от времени вы բայց շատ благословляете, հեշտությամբ կորցնում եք։ но очень легко теряете. Այդ օրտնությունը կարող է լինել ֆինանսական։ Это может быть финансовое Չգիտեմ, благословение. ինչ ուզում ես վերցրու որպես օրինակ։ Возьми все, что ты хочешь, как в пример. Գիտեք, սիրելիներս, երբ որ օրտնությունը գալիս է մեր կյանքի Когда մեջ, благословение приходит в нашу жизнь, մենք պիտի հարց տանք, մենք ինչքանով ենք մոտ Աստծուն։ мы должны вопрос задать, насколько мы близки к Богу. Ես հիշում եմ, Я помню, կներեք մի քիչ կենցաղային օրինակը, բայց սա փոքրուց մնացել է իմ հիշողության մեջ։ может, это очень жизненный пример, но это Ես уже շատ давно. չարաճճի եմ եղել մինչև Я հավատքի был очень գալը։ непослушным, когда Երբ որ մենք до того, как прийти в կներեք, церковь. սենց խումբ գնում ենք կռվելու, ինչ որ թաղերում, սենց, չգիտեմ, ձեր հետ երևի չի եղել, դուք հենց ծնվել եք, դուք սուրբ եք եղել, ամեն ինչ նորմալ է եղել։ Գիտեք մենք ինչ ենք անում։ Մենք լավ մտածում ենք, կարանք սրանց հետ կռվենք թե չէ։ И когда мы шли с кем-то драться, Եվ в детстве, հետաքրքիր мы բան думали, ենք мы անում։ можем с ними драться Ում или нет. տեսնում ենք, որ ուժեղ է, И удивительно, когда мы видели какого-то մենք сильного, մենակ բռնում ենք, որ հանկարծ իրանք իրենցով չլինեն։ мы по отдельности Մենակ որ բռնում ենք, отлавливали их. այն օրն ենք ցում չասեմ ինչ օրը։ И, в общем, Բայց սիրելիներս, երբ որ ինքը լիներ իր տեղում, իր մարդկանց հետ, մենք կվախենանք մոտենանք но նրանց։ если бы этот человек был со своим Հավատքի окружением, мы կյանքը նույնն է։ побоялись к нему прийти. Ոչ մի տարբերություն չկա։ И никакого различия нет. Սատանայի համար շատ կարևոր է թե դու ինչքան ես հեռու Աստծոց։ И для сатаны очень важно, насколько ты далек от Бога. Դուք լսում եք ինչ եմ Вы ասում։ слышите, что я говорю? Սատանայի համար շատ կարևոր է ինչքան հեռու է քո ընտանիքն Աստծոց։ Для сатаны очень важно, насколько твоя семья далека от Եվ եթե Бога. նա տեսնի, И если он увидит, որտեղից գիտեմ սա։ откуда я это Հոբի знаю? գիրքն ասում է. И книга Иова Տերն говорит, ասեց Սատանային, որտեղից ես գալի։ Господь говорит Иову, откуда Ասեց ты երկրի վրա пришел? պտտվելուց Он говорит сатане, и сатана говорит, я пришел, Տերն ասում է, я տեսա՞ր ходил իմ по հոբ земле. ծառային։ Видел ли ты Иова, раба Եվ գիտեք моего? Սատանան ինչ ասում։ И знаете, что Ասում է, говорит сатана? իհարկե։ Он говорит, да, Ոչ մեկ չի конечно. կարող նրան կպնել, Никто не может к нему որովհետև դու докоснуться, այնպես ես նրան потому ցանկապատել։ что ты его так огородил. Հասկանում եք սիրելիներս, նրան մոտ լինելով И поймите, мы, когда с ним, մենք ապահովում ենք մեր կյանքը։ мы обезопасиваем нашу Եվ жизнь. եկեղեցին, եթե հավատում է, պիտի սրան ասի, Церковь, если верит, мы ամեն։ должны сказать Եվ аминь. միտքս ուզում եմ ավարտել։ И хочу закончить свою мысль. Մեր էությունը ցույլ է։ Наша природа ленивая. Մենք պիտի քայլ անենք։ Мы должны делать шаг. Ամեն ինչ անենք, որ մոտենանք Աստծուն Сделать все, սիրելիներս։ чтобы приблизиться к Գիտեք, Богу. կներեք, միգուցե ես շատ ֆանատ եմ, Простите, может быть, я очень բայց такой ես большой մարդկանց անգամ фанат, խորհուրդ եմ տալի։ но я даю совет. Այս վերջերում էլ մարդիկ ան ինձ ասում են, դե էլ եկեղեցի չեմ կարողանում գալ, որովհետև իմ աշխատանքի գրաֆիկը թույլ չի տալի ինձ։ И есть люди, которые мне говорят, что график моей работы не позволяет мне больше приходить в Սիրելիներ, церковь. ժամանակն եկել, որ մենք մեր գրաֆիկը կազմենք։ Пришло время, когда мы должны сделать наш Կներեք, график. միգուցե ես որոշների թվա որ ես բան չեմ հասկանում, Может быть, я что-то не понимаю, որովհետև անգամ իմ Աստծոն մեջ լինելը խոսում է, որ ես այսօրել եմ եկել մոտենալու но նրան։ даже мое сегодняшнее присутствие в Божьем доме говорит о том, что я Ինչ որ сегодня մեկը պիտի решил ասի, приближаться к Нему, и кто-то ամեն։ должен сказать аминь. Եվ այսպիսով Итак, գնացինք առաջ հարազատներս։ пойдем дальше. Մի թևավոր խոսք կա, ուզում եմ անդրադարձ կատարեմ դրան։ И очень есть важное слово, Крылатое которое- слово. Крылатое слово. Ասում են
մի պատմի Աստծուն թե ինչքան մեծ խնդրեմ ունես։ Не говори Богу, какие у тебя большие проблемы, Պատմի քո խնդրին ինչքան մեծ Աստված ունես դու։ но говори своей проблеме, какой у тебя Իմ դուրը большой գալիս Бог. այս արտահայտությունը։ Мне нравится это Գիտեք, սրա մեջ предложение. լավ տրամաբանություն կա։ И здесь есть очень хорошие вещи. Հասկանում եք, շատ կարևոր է Очень важно տեսնես քո Աստծո մեծությունը դու։ видеть величие своего Бога. Ես ուզում եմ նորից կրկնել սա։ И хочу повторить это еще раз. Շատ կարևոր է որ դու քո Աստծո մեծությունը տեսնես։ Очень важно, чтобы ты видел величие своего Бога. Սա ֆիզիկայորեն կա միառժամանակ։ Это может быть даже физический закон. Դու ինչին որ դու մոտիկից տեսնում ես, դա մեծ է քեզ Что համար։ ты видишь сблизи, это для тебя кажется большим. Не кажется, так и есть։ Թվում է, ասեցիք просто. Ներողություն։ Սխալը սուղեմ։ Այն ինչին որ դու մոտիկից ես տեսնում, То, что ты видишь сблизи, դա մեծ է երևում քեզ։ это тебе видится большим. Գուրեր եղբայրներ, Братья и сестры, դուք ում եք մեծ տեսնում ձեր կյանքի մեջ։ кого вы видите большим в своей Որ դու жизни? երկար տարիներ երեխա չունես, դա շատ մեծ է։ Что у тебя на протяжении многих лет нету Որ քո ребенка, ընտանիքը это դեռ չի очень ապաշխարում, большое. դա շատ մեծ է։ Твоя семья не кается, это Որ քո очень большое. ֆինանսական վիճակը դեռ չի փոխվում, դա շատ մեծ է։ Твое финансовое состояние не меняется, это Որ очень քո большое. ընտանիքի բաժանման հարցը կանգնած է քո առաջ եւ կախված է քո կողքից, դա շատ մեծ է։ Вопрос твоего развода с семьей, это очень Թե большой դու вопрос. տեսնում ես քո Աստծո մեծությունը։ Или ты видишь величие Քուրերը своего պարներ, եթե Бога. դուք տեսնեք ձեր Աստծո մեծությունը, Если вы видите величие своего դուք Бога, միշտ կտեսնեք ձեր խնդրի փոքրությունը։ вы всегда увидите вот ничтожность Հավատացողը вашей պիտի проблемы. ասի ամեն։ И верующий должен сказать Հավատացողը аминь. պիտի ասի ամեն։ Верующий должен сказать Իսուր аминь. չէ որ Աստված ասում է մոտեցեք ինձ։ И не просто так Бог говорит, приближайтесь ко мне. Գիտեք, ինչքան էլ ուզում է ասեն, որ երկրագունդը շատ մեծ է։ И сколько бы ни говорили, что земля она Բավական է большая, ինչ որ մեկին հաջողվի։ достаточно, чтобы кому-то Իսկ դա удалось. այս դարաշրջանում հնարավոր է։ И это возможно в этом веке. Ինչ որ հնարավորություն ստեղծի եւ բարձրանա մի քիչ տիեզերք ավելի խորը։ Как бы сделать такую возможность подняться к Вселенной. Գիտեք, մեր երկրագունդը մի փոքրիկ կետ է Աստծո առաջ։ И наша земля это маленькая точка Եվ пред այդ Богом. կետի մեջ քո խնդրեմն է, տեսեք, И в этой ինչքան է точке твоя փոքրանում քո проблема. խնդրեմը։ Посмотрите, насколько Եւ դու ինչքան վեր ничтожно բարձրանաս мала ваша դեպի проблема. Աստված, И насколько ты будешь подниматься к ամեն Богу, բան կփոքրանա քո աչքին։ все будет становиться Եվ դու мелким в твоих կտեսնես, глазах. И ты увидишь, որ քո Աստվածը что твой Бог, մեծ Աստված է, Он փառավոր великий, Աստված է։ Он прославлен. Բայց սա ուղղակի խոսելով չի լինում, սիրելիներս։ Но это не будет только как бы словами. Սա միայն մոտենալով է լինում։ Это только Սա приближение может быть. գործնականով է լինում, Это հավատացեք только на խնդրում եմ։ практике может быть. Ենովքը երբ որ ասում է վարվեցա, Енох, когда написано, он դու ходил, տվեք արագ կրկնեմ ինչ արեց։ Ինք իրեն ստիպեց, он заставил себя. սողալով գնաց։ Он пошел как бы Ինք իրեն ползком. իր անձին ասեց, որ դու պիտի գնաս Աստծո Он ետևից։ сказал себе, что я должен Ինքը ինչ идти որ за բան Богом. թողեց։ Он что-то Ինքը ինչ оставил. որ մի տեղից շարժվեց եւ գնաց Он դեպի от какой-то Աստված։ точки пошел к Богу. Գործնական պիտի լինի։ Это должно быть на Կներեք, практике. նորից եմ ասում, միգուցե սա մի քիչ էլ է շատ ցած պրիմիտիվ, բայց նստելով թախտին, Но сидя у, նու Կռիթը, հասկանում եք, դա։ չէ՞ խորհուրդ հարազատներս։ в общем, ожидать у моря погоды не надо, да? Вот если так. Գրուսնա, բրատ, գրուսնա։ Գնացինք առաջ, ուրեմն И поэтому շատ կարևոր է տեսնես քո Աստծո մեծությունը։ очень важно, чтобы ты видел величие Գիտեք, երբ своего որ Бога. Աստված խոսեց Աբ รา համի հետ իր խորը ծերության մեջ, որ նա զավակ կունենա, Когда Бог говорил к Аврааму в старости, что у него будет сын, դուրը գալիս է որ գրված ասма եւ Սարան ծիծաղեց։ мне нравится тот момент, когда Сара, написано, посмеялась над Ով этим. գիտի Իսահակ ինչ է նշանակում, գարի քուրիկ ինչ է նշանակում Кто Իսահակ։ знает, что означает Исаак? Ով գիտի ինչ է նշանակում Իսահակ։ Իսահակ։ 1-2 մնացածը Սահակ բարի հետ են կապում, ին առանձնացնում են։ Իսահակ։ Իսահակ, гիտեք ինչ է նշանակում Вы знаете, ծիծաղ։ что означает Исаак? Означает смех. Смех. Ոնց որ այս վերջերում իմ տասանորդի падգամից հետո մեկն ասեց, հասկացրեց, ասեց, դե ֆրծրիր, այնտեղ մեկը փոխվող չի, բայց դու կուտ ես տալ էլի։ Ինչ։ Աստծո խոսքը կուտ է։ Մենք հավ չենք, մենք Աստծո զավակներ ենք։ Аминь.
Մենք Աստծո զավակներ ենք։ Мы дети Божьи. Եվ ամեն բան փոխվում է միայն Աստծո խոսքի ազդեցությամբ։ И все меняется под воздействием Գորերեք Божьего բաներ, Слова. ասեք տեսնեմ, որ դուք հիմա այս երկրագնդի վրա նստած եք, կներեք միգուցե абստրակտ է ձեզ համար, բայց մեկ պիտի մտածենք այսպես։ Может быть, это абстрактно будет звучать, но мы должны иногда Ասեք так տեսնեմ, думать. այս երկրագունդ է, ինչպես է кахված ինչ որ միտեղից, որ կապ չունի։ Разве земля висит над Այս чем? որտեղից է այս կանոնավոր луիսն ու գիշերը։ Где все эти законы? Почему свет? Որտեղից есть тьма? հարազատներս։ Есть- Ո՞վ արեց։ Кто это сделал? Գրված է։ Написано. Նա ասեց, թող լույս լինի եւ լույս եղավ։ Он сказал, пусть будет Եվ свет, եթե и դու был свет. չհավատաս նրա խոսքին, Если ты не поверишь Его Слову, այդպես էլ քաոսը կտիրի քո կյանքի մեջ։ так хаос будет Ես господствовать հավատում над եմ твоей ժամանակն жизнью. է եկել, Я верю, что որ пришло մենք время, հավատ դրսևորենք դեպի Աստված։ что мы сегодня обратили веру к Մոտենանք Богу, նրան приближались к եւ Нему, մեր կյանքը կփոխվի եւ и այսպեսով, наша жизнь изменится. երբ որ Աստված ասեց, Когда Бог сказал, դու որդի կունենաս, у тебя будет Սուրբ сын. Գիրքն ասում է, որ Սառան ծիծաղեց, Библия говорит, что Сара посмеялась. բայց գիտեք այնտեղ մի հատ նախադասություն կա։ Но, знаете, там есть одно предложение. Աստված ասեց Աբ รา համին. Бог сказал Аврааму, Միթե Աստծո համար անկարելի բան կա։ неужели для Бога есть что-то невозможное? Ես հիմա ուզում եմ որ մենք գնանք այնտեղ, որտեղ չենք հավատում, որ Աստված կարող է բան փոխել։ Я хочу, чтобы мы сейчас пошли туда, где мы не верим, что Ես Бог ուզում եմ что-то գնանք может մեր ընտանիքի поменять. խնդիրների մեջ Я հիմա։ хочу, чтобы мы сейчас пошли в наши семейные Ես ուզում եմ проблемы. գնանք մեր հոգևոր այն խնդիրների Я մեջ։ хочу, чтобы мы пошли в наши духовные проблемы. Եվ ուզում եմ այս հարցին дու պատասխան տաս։ И хочу, чтобы ты ответил на этот вопрос. Միթե Աստծո համար դժվար բան կա։ Разве для Бога есть что-то трудное? Այս սրա պատասխանն է որոշում քո վիճակը։ И именно ответ решает твое состояние. Սրա պատասխանն է որոշում թե դու հետո ինչպես капրես։ Твой ответ решает, как ты дальше будешь жить. Բայց Աստծո մարդկանցից մեկն ասեց. Но один из Божьих людей сказал, Ես я ամեն բան все կարող եմ могу ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ в укрепляющем меня Иисусе Христе. Այս ձևի Աստծոն արժե փառավորել։ И так достойно Богу прославить. Միթե Աստծո համար դժվար բան կա։ Разве есть что-то трудное для Бога? Գիտեք սիրելիներս, մենք ինչու շատ ժամանակ չենք կարողանում տեսնել, որ Աստված կարող է անել։ Почему мы часто не можем видеть, что Бог может сделать? Ականջ դրեք սրան։ Հարցը նրան մոտիկ լինելու մեջ է։ Вопрос в том, быть рядом с Ним или нет. Վստահեցնում եմ ձեզ, ոչ մեկ իմ կնոջը չի կարող ինպես իմանալ։ Я уверяю вас, никто не может знать мою жену так, как я. Եվ դա տրված է ինձ միայն։ И это только мне дано. Ուզում եմ ձեզ մի բան ասել։ И хочу вам кое-что Աստծո сказать. զավակները Божьи дети պիտի այս խորհուրդը հասկանան։ должны понимать, это. Ձեզ տրված է իմանալ, թե ինչպիսին է ձեր Աստվածը։ Вам дано знать, каков ваш Бог. Իմացեք նրան։ И вы должны Եվ познать Его. պատահական չէ սիրելիներս, որ Սուրբ Գիրքն ասում է իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով։ И не случайно Библия говорит, что мой народ за отсутствием откровений, знаний Կորչում է, անասնանում է։ становится подобным животным. Հասկացեք, եւ սա կարեւոր է։ И это очень Եվ важно. Սառան ծիծաղեց։ И Сара посмеялась. Գիտեք, ես նկատել եմ, Я заметил, Աստծո խոստումներին հավատալն անգամ անհնարին է թվում, даже верить обетованиям Божьим кажется невозможным, քանի դեռ մարդը չի մոտեցել Աստծուն եւ չի ճանաչել նրա էությունը։ пока человек не приблизился к Богу и не познал Его природу. Կրկնում եմ նորից։ Повторяю еще раз. Անկամ Աստծո խոստումներին հավատալն է դժվար սիրելիներս, եթե մարդը չի մոտենում Աստծուն։ Даже божественным обетованиям тяжело верить, Լավ если ասենք, человек որ не դու приближается к լսել Нему. ես, որ Աստված ասել է, լավ է լինելու։ Ты слышал, что Бог сказал, будет Փոխվելու хорошо, է։ изменится, Հետո, а потом, որտեղ ես դու այդ խոստումից հետո։ что ты делаешь после этого обетования? Սիրելիներս, նայեք Իսրայելի պատմությանը։ И посмотрите на историю Израиля. Որտեղ հայտնվեց Իսրայելը Աստծո խոստումներից հետո, երբ որ նրանց ասեց դուրս եկեք Где Եգիպտոսից։ оказался Израиль после обетований Божьих, когда он сказал, Շատ выйдите из չի Египта? երկարացնեմ, բայց ձևակերպեմ այսպես։ И Հայտնվեցին միտեղ, они оказались там, որի արդյունքում մեռան в, անապատի մեջ։ где их встретилась смерть. Они в пустыне умерли. Շատերն ասում են, Աստված ասել է, որ լավ է լինում։ Ես ուզում եմ հարցամ, իսկ դու որտեղ ես այդ ասելուց А հետո։ многие говорят, что Бог сказал, что все будет хорошо, а
после этих слов, где ты находишься? Գիտեք, Աստված կանչել էր Սամսոնին, որ ինքը դատավոր դառնա, բայց որտեղ էր ինքը։ Бог призвал Самсона быть судьей, но где он Գիտեք, Սուրբ был? Գիրքն ինչ է ցույց տալիս, որ նա Դալիլայի գրկում էր։ Библия показывает то, что он был у ног Այո, Даниила. Աստված Սավուղին կանչել էր, որ նա թագավորի իր ժողովրդին, բայց որտեղ էր Սավուղը։ Бог призвал Саула, чтобы был царем, но где был Գիտեք, որտեղ էր Саул? ինքը սիրելիներս։ Знаете, где он был? Անհնազանդության մեջ։ Он был в непослушании. Ինքը իրեն սիրելու մեջ։ Он был в самолюбии. Բախտագուշակների մոտ։ Он был у гадалок. Այսպեսի մարդիկ էլ կան այսօր։ Есть и такие люди сегодня. Այսպես ես կարող եմ շարունակել այս ցուցակը Я могу սիրելիներս։ продолжать этот список. Աստված շատ թագավորների էր դրել թագավորության, Бог многих царей поставил на բայց царство. որտեղ էին նրանք Աստծո խոստումից հետո։ Но где они были после Գուրեր եղբայրներ, божественного դուք գալիս եք обетования? եկեղեցի եւ дուք լսում եք, Братья и сестры, вы приходите в церковь, вы որ слышите, Աստված ձեր հետ է։ что Бог с вами. Բա դուք որտեղ եք։ А вы где? Ժողովուրդ լսեք, խնդրում եմ։ Դուք շատ եք լսում, որ Աստված ձեր հետ է։ Вы очень часто слышите, что Бог с Բա դուք вами. որտեղ եք։ А где вы? Դուք որտեղ եք։ Где вы? Սուրբ Գիրքն ասում է, И Библия եթե говорит, գամ, если я приду, արդյոք հավատ կգտնեմ։ найду ли я веру на земле? Լսել եք Ծննդոց գրքում ինչ ասում Տերը։ Вы слышали, что Бог говорит в Бытие? Ուր ես Ադամ։ Где ты, Адам? Քույր եղբայրներ, ուզում եմ հարց տամ, խնդրում եմ մի քիչ ակտիվ եղեք։ Я хочу Եղբայր, դու спросить ես вас, я հաստատ прошу գիտես։ вашей активности. Որտեղ էր Ադամը, երբ որ Աստված հարց տվեց, ուր ես դու։ Где был Адам, когда Ай, Бог եղբայր, спросил, որտեղ где ես։ ты? Որտեղ էր։ Հաստատ Չարենցավանում չէր, էդի վստահ եղեք։ Վանաձորում էլ չէր 100%, Աբարանում էլ չէր 100%։ Քույր եղբայրներ, որտեղ էր։ Где был Адам? Որտեղ էր։ Դրախտում։ Он был в раю. Բա սպասեք, մի րոպե ուզում եմ, եկեք մտածենք սրա մասին։ Давайте подумаем об этом. Ինչպես կարելի է մեկին հարց տալ, որտեղ ես դու, եթե ինքը դրախտում է։ Как можно кого-то спрашивать, где ты, если Գիտեք, он ես в ձեզ մի հատ раю? բան ասեմ։ И я вам кое-что Այդ скажу. ժամանակ Ադամը ֆիզիկապես դրախտում էր, В этот момент Адам был физически в На интер раю. էր։ Он там был. բայց արդեն հոգեպես ինքը կորցրել էր ներսի դրախտը իր։ Но внутри он потерял свой рай. Ուզում եք ձեզ ավելի པարզինելու համար ասեմ։ И для большей ясности хочу Շատերը сказать. եկեղեցու մեջ եք։ Многие из вас в церкви. Հետո А что дальше? իսկ ուր է Աստված ձեր կյանքի մեջ։ А где Бог в вашей жизни? Որտեղ է նա ձեր կյանքի մեջ։ Где Он в вашей жизни? Որտեղում է նա ձեր կյանքի В մեջ։ каком месте Он? Առաջի На первом? լուրջ Серьезно? վստահես։ Ты уверен? Երանի եթե դու վստահես, որ նա առաջի տեղում է։ Дай Бог, чтобы ты был Բայց уверен. հավատացեք Но սիրելիներս։ поверьте, Նա որ ասում է Աստված իմ кյանքի մեջ առաջի տեղում է, тот, кто говорит, что Бог на հաջորդ первом բանը որ месте, Աստված անում է, նա ստուգում է քո ասածը քո գործերով։ следующее, что происходит в его жизни, Бог проверяет это твоими поступками. Այդ դրա համար էսպիսի քարոզներ այդքան էլ հաճելի չեն լսելը, И поэтому такие проповеди не так уж и приятно բայց սա слышать. բժշկող է, Но это բայց սա կարող է исцеляющее. փոխել քո կյանքը։ Это может изменить твою жизнь. Նկատել եմ, ուզում եմ норից ասել։ И я заметил, я хочу еще раз это Աստծո сказать. խոստումներին հավատալն անգամ Верить даже божественным անհնար է обетованиям թվում, невозможно, кажется, քանի դեռ մարդը չի մոտեցել Աստծուն пока человек не приблизился եւ к չի Богу ճանաչել նրա բնավորությունը։ и не познал его Ուրեր природу. եղբայրներ, Братья и сестры, քանի դեռ մենք չենք ճանաչում Աստված пока мы не знаем Бога կամ ասոն, или Бога, да, կամ ճանաչողության չափը։ есть какая-то мера знания, познания. Ես ուզում եմ մի փոքր parzabanum անեմ։ И я хочу... Ով ասում քարոզ լսել, кому ով нравится ասում слышать իքչեր проповедь? խորանանք, Кто хочет, чтобы мы еще углубились? միայն Հայաստանից եկած Հակոբ եղբայրը։ Վարդան եղբայրը չի ուզում, բայց ես կքարոզեմ։ Ալիկ եղբայրը չի ուզում, բայց ես կքարոզեմ։ Գիտեմ, հիմա եղբայրներն ասում են հոգնանք մեր անունները բեմից լսելու։ Միգուցե բեմի չէ, միգուցե սրա մեջ լուրջ բան կա։ Լավ, կատակը մի կողմ։ Գնացինք առաջ հարազատներս։ Ուզում եմ մի փոքր parzabanum մտցնեմ։ И хочу немножко уточнить. Parzabanումը կայանում է նրանում, И оно заключается в том, որ այո, Աստված մեզ գտավ, երբ որ նրան մենք չէինք փնտրում։ да, Бог нашел нас тогда, когда мы его не Մենք искали. չենք կարող ասենք, եթե հարցը լինի
ով սկզբից ում սիրեց, ասենք մենք սիրեցինք Տիրոջը։ В вопросе, кто первый полюбил, мы не можем сказать, что мы Բայլում полюбили. պիտի գտներ Աստված։ А кого разве Бог мог найти? Որովհետև ես Бога? նրան սիրում էի։ Меня, потому что я его Որովհետև ես նրան любил. փնտրում էի, Потому что я его искал. Нет Սուրբ Գիրքն такого. ասում է. Библия говорит, Ես եմ սկզբից ձեզ սիրել։ что я вначале возлюбил вас. Դուք չեք ինձ գտել, ես եմ ձեզ Не вы գտել меня нашли, սկզբից։ а я нашел вас. Սա ճիշտ է։ И это Սա правда. ճշմարտություն է։ Это истина. Բայց հետո գիտեք Աստվածաշունչը ինչ է սովորեցնում։ И знаете, что научает нас Որ Библия? դրանից հետո Что после этого դու պիտի մոտենաս Աստծուն։ ты должен приблизиться к Богу. Կներեք սիրելիներս, ոչինչ չի փոխվի, եթե Աստված գտել է քեզ, բայց դու Աստծուն չես փնտրում։ Ничего не изменится, если Бог тебя нашел, но ты ничего не ищешь. Нет, ничего։ Его не ищешь. Դա ոչինչ չի փոխվում։ Ничего не изменится. Այդքան շատ բան չի փոխվի։ Եթե նա քեզ գտել է, Если Он тебя нашел, բայց դու նրան չես շարունակում փնտրել եւ а գտնել։ ты не продолжаешь его искать, Ով լսեց ինչ ասեցի, շատ բան չի փոխվում։ многое не изменится. Դրա համար И поэтому, տեսեք սիրելիներս, ինչ եմ նշել ձեզ համար եւ ինձ համար։ что я пометил для вас и для себя. Շատերից հոգեվոր կյանքը նկատել եք, որ գոլ վիճակում է։ И знаете, наша духовная жизнь, она теплая. Ну не всех, ну может быть кого-то обидеть. У многих теплая Может быть жизнь. не у многих теплая или у духовная. многих, не знаю. Շատերի աղոթքը վերածված է մենախոսության։ И у многих молитва это как Որ մենակ ինքնախոս։ монолог. Դա։ Դուք նկատել եք, որ երբ որ որոշներին նայում ենք, հասկանում ենք, որ իրենց հոգևոր կյանքում մնացել է միայն իրանց հոգևոր փորձառությունը։ Казалось бы, в их жизни только их духовная практика Իրանք осталась. որ խոսում են իրենց փորձառությունից Они, միայն։ если говорят о своем каком-то опыте. Գիտեք, սա շատ վտանգավոր է։ И это очень опасно. Եվ գիտեք, սա ինչի է վերածվում սիրելիներս։ И знаете, Տխուր կրոնական կյանքի։ это переходит на очень грустную такую религиозную жизнь. Եվ դա գիտեք վտանգավոր է 1 տարուց հետո, երբ որ մարդը չի վերանայում իր հոգևոր կյանքը։ И это опасно, когда через год человек не пересматривает свою духовную жизнь. Հիշում եք Հովհաննես ավետարան 8-րդ գլխի 37 խոսքն ինչ ասում։ Вы помните, что говорит Евангелие от Иоанна, 8 глава, 37 стих? ուզում էր հрьяաներին փրկել, Иисус хотел спасти բայց евреев, խանգարող բաներ կային։ но были вещи, которые мешали. Գիտեք, օրինակ ես հավատում եմ, որ այս աստվածաբանությունը առողջ է։ И я верю, то, что вот это Բագասլովը։ богословие, оно здравое. Օրինակ, К примеру, ես փրկվել եմ, я спасся, փրկվում եմ я спасаюсь եւ պիտի փրկվեմ։ и буду спасаться. Սա ճիշտ աստվածաբանություն է։ Это правильное. Շատ հավատացյալներ Բագասլովիա, իրանց многие համար верующие, մի անգամ փրկվել են Они в один Փրկվելու раз կարիք չունեն спаслись для себя, и եւ больше պիտի нет էլ нужды չգիտեմ ինչ спасения. լինեն հետո։ И непонятно, что с ними будет. Սիրելիներս, մենք փրկվել ենք, Мы спаслись, փրկվում ենք։ Մենք спасаемся. հիմա էլ շատ բաներից փրկվելու կարիք ունենք։ И мы даже сейчас от многих Մենք вещей փրկվելու կարիք ունենք մեր нуждаемся, чтобы быть спасены. ինչպես Կորինթացիների գիրքն ասում, լրբությունից, И мы нуждаемся, чтобы быть спасены. Хорошо։ От чего? Մենք կարիք ունենք փրկվելու մեր վատ բնավորությունից, От нашего характера, մենք կարիք ունենք փրկվելու սուտ խոսելուց, от մանավանդ от եկեղեցու, лжи, մանավանդ Աստծո առաջ, тем более пред Богом. ընդհանրապես դուք տեսնում եք, որ մենք լիքը բաներից փրկվելու կարիք То есть вы ունենք։ видите, что мы нуждаемся в И мы спасении от пойдем многих прокляем. вещах, и мы должны быть спасены, и придет этот день. Եվ կգա Տերը եւ մեզ կփրկի И այս придет աշխարհից։ Господь и спасет Հիմա нас от ես этого ինչու мира. եմ ասում, И почему я это говорю? որ դուք հասկանաք, որ մեկ անգամով, մեկ ապաշխարության ակտով Что одним каким-то единоразовым актом покаяния մեր կյանքը չի կարող ամբողջությամբ փոխվել։ Դա наша լավ է, жизнь полностью не может измениться. դա սկիզբն է, Это начало, это բայց մենք хорошо, պիտի շարունակենք։ но мы должны продолжать. Ինչ անենք։ А что делать? Մոտենանք Տիրոջը սիրելիս, Приближаться к Богу, որպեսզի չմնանք միայն մեր փորձառության հետ, чтобы не остаться только с нашим опытом. Եվ այսպիսով И так, կրկնում եմ, այդ ամենը տեղի է ունենում, я повторяю, это все происходит, որովհետև մարդը դադարում է մոտենալ Աստծուն։ потому что человек прекращает приближаться к Богу. Աստված մոտենում է ներողություն,
Այո, Աստված մոտենում է մարդուն, Бог приближается к человеку, երբ մարդը мոտենում է Աստծուն։ Սա ուզում եմ когда շեշտել։ человек приближается к Богу. Այն օրվանից, երբ որ նա մոտեցավ գտավ մեզ, С того дня, когда Он приблизился к нам и нашел, после этого, ինչքանով նա կմոտենա մեզ, կախված է թե մենք ինչքանով կմոտենանք նրան։ насколько Он приблизится к нам, зависит от того, насколько мы к Нему приблизимся. Սա Տեր օգնի հասկանանք։ Կրկնում եմ նորից, լավ է որ նա մեզ գտավ։ Хорошо, что Он нас нашел. Լավ է նա որ մոտեցավ մեզ։ Хорошо, что Он приблизился к нам. Բայց մենք որպես վրստին ծնված հավատացյալներ պիտի հասկանանք։ Но мы, как рожденные свыше верующие, должны Նա понимать, կմոտենա մեզ այնքան, Он приблизится к нам ինչքանով настолько, որ մենք կմոտենանք նրան։ насколько мы приблизимся к Հերթը Нему. քոնն է։ Твоя очередь. Քո վերստին ծնվելուց հետո հերթը քոնն է։ После твоего рождения свыше твоя очередь. Դրա մասին վկայում են շատ սուրբ գրային համարներ, կկարդանք դա։ Об этом свидетельствует много мест из Բայց Священного ասում եմ, Писания. հարազատս հերթը քոնն է։ Но хочу тебе сказать, Եկել ես родной, եկեղեցի, твоя очередь. եւ Տեր օրհնիք ես։ Ты пришел в церковь, и Որ դու пускай ավել Бог тебя չհամարեցի շաբաթը благословит. 2 անգամ լինել եկեղեցում։ И если ты не почитал что-то Դու լավ необыкновенным для պատգամ ես себя լսել быть այսօր, 2 раза в հերթը неделю в քոնն է։ церкви, ты услышал хорошую проповедь, и это твоя очередь. Որովհետեւ Աստված ուզում է մոտենալ Потому քեզ։ что Бог хочет приблизиться к тебе. Հիմա տեսեք սիրելիներս։ Теперь посмотрите, возлюбленные. Սուրբ գիրքը որտեղից գիտեմ, որ դա այդպես է։ Откуда я знаю, что это так? Եկեք բացենք Ելից գիրքը։ Давайте откроем Ես Исход. կամաց մոտենում եմ ավարտին, բայց Я կարևոր բաներ կա պիտի постепенно լսեք։ прихожу к окончанию. Ելից գիրք Книга Исход. 20 ներողություն, 3-րդ գլուխ 2-ից 5 համարներում։ 3 глава, с 2 по 5 стих. Տեսեք, Աստված փնտրում է, որ տեսնի ով կմոտենա իրեն։ Бог ищет того, кто приблизится к Нему. Մի հատ կարևոր բան ասեմ ձեզ։ И я хочу вам Նրանք сказать ովքեր որ очень սիրում важную են Սուրբ вещь. գիրքը, Те, которые любят Библию, նրանք ովքեր որ հավատում են, որ Աստված խոսում է Սուրբ գրքի միջոցով։ которые верят, что Бог говорит через Библию. Տեսեք, սիրելիներս, հետաքրքիր է, И очень որ интересно, Աստված հրաշքարեց Մովսեսը պրծավ Եգիպտոսի սրից։ что Бог сделал чудо, и Моисей как бы Փոքր спасся от ժամանակից, острия меча. փոքր ժամանակից И с младенчества Մովսեսի կյանքը լիքն էր հրաշքներով։ жизнь Моисея была полна чудес. Հետաքրքիր է, որ Մովսեսը փախավ գնաց անապատ, И интересно, Моисей убежал в пустыню. բայց ուզում եմ հիշեք, երբ Աստված սկսեց Но խոսել хочу, Մովսեսի чтобы вы հետ։ вспомнили, когда Бог говорил с Моисеем, Սուրբ начал Գիրքն ասում է, говорить. որ մենք ունենք պատմական տեղեկություններ, էլ, որ նա 40 տարի մնաց անապատի մեջ։ Мы знаем, что он 40 лет был в пустыне. 40 տարի Եգիպտոսում էր, 40 лет он был в Египте. 40 տարի մնաց անապատում մենակ։ И 40 лет он был в пустыне Բայց один. ուզում եմ, որ դուք տեսնեք, որտեղից Աստված սկսեց խոսել նրա Но я հետ։ хочу, чтобы вы увидели, откуда начал Бог с Քույրեր ним եւ պայմաններ, говорить. ես ուզում եմ մի բան ասեմ, նրանք ովքեր որ վաղուց կորցրել են Աստծո հետ կապը, Те, которые потеряли с Богом связь, եւ հարց են տալի, Տեր, ինչու չես խոսում ինձ հետ։ и спрашивают, Бог, почему ты со мной Ես не երկար говоришь? աղոթում եմ, ինչու չկա քո Я ներկայությունը իմ долго молюсь, կյանքի почему մեջ։ нет твоего присутствия в моей жизни. Միգուցե հենց սա էլ կօգնի քեզ այսօր։ Может быть, это тебе поможет сегодня. Մովսեսի հետ Աստված ահա տեսեք որտեղից սկսեց И խոսել։ посмотрите, с какого момента Бог начал говорить с Моисеем. Սովորության համաձայն Մովսեսը դուրս էր եկել անապատ, По обыкновению Моисей вышел в пустыню. եւ երկրորդ խոսքի մեջ ասում է, եւ Աստծո հրեշտակը կրակի բոցով երևացավ նրան И явился ангел Господень в пламени огня из среды тернового մորենու куста. միջից։ Հրաշքա ճիշտ է։ Это чудо. Աստծո հրեշտակը, Ангел կրակի Божий. բոցը Этот пламень. երևաց նրան։ И ему показалось Գիտեք, это. սիրելիներս, մենք կարող է ուզում ենք, որ հրաշքներ, բոցավառություններ լինեն մեր կյանքի մեջ И мы հոգևոր։ также хотим, чтобы были духовное пламень вокруг нас, Բայց чудеса. դա այդքան էլ էֆեկտիվ չի կարող լինել, եթե մենք այս գաղտնիքը չիմանանք։ Но это не будет настолько эффективным, если мы не будем знать этого Որտեղից секрета. կապը վերականգնվեց Աստծո եւ Մովսեսի միջև։ Где вот эта связь возобновилась между Նայեք, Богом и Моисеем? Աստված երևաց Бог явился, եւ նա տեսավ, ահա մորենին կրակով վառվում էր։ и он увидел, что вот терновый куст горит. Մովսեսը տեսավ, Это увидел Моисей. բայց մորենին չէր սպառվում։ Но этот куст, он не сгорал. Ուշադիր, որտեղից է սկսվում, նայեք, Մովսեսը ասեց, Моисей сказал, տեսավ, он увидел, ինքն իր մեջ մի բան ասեց։ и он в себе кое-что сказал. Հետաքրքիր է, որ դու այս քարոզը лսում ես, մեջդ ինչ ես ասում։ Интересно, когда ты слышишь эту проповедь, что ты внутри себя Չէ, ես говоришь? չեմ համարում, որ կրակի բոցը ես եմ, դու էլ բան պիտի Не, մտածես։ я не Այդ считаю себя օրինակով вот չէ։ этим огнем, я не в этом Բայց դու смысле. падգամ ես լսում։ Но ты слышишь проповедь. Տերն ուզում է խոսել քո հետ։ Господь хочет сегодня говорить с твоим Նա сердцем. պատրաստ է հրաշք անել, Он готов сделать чудо.
Բայց նա ինչ որ բանի է սպասում։ но он что-то ждет. Նայեք, Մովսեսն ասեց. «Մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը»։ Пойду и посмотрю на сие великое Երանի այս изъявление. քարոզից հետո И дай Бог, чтобы после этой проповеди շատերը գնան եւ ասեն. многие пойдут и Ես скажут, ընդունում եմ, я որ принимаю, Տերն է խոսել, որ այս տարին մեզ Աստծուն մոտենալու տարի что է։ Господь проговорил, что этот год приближения Ես к Богу. գնում եմ եւ մոտենամ Տիրոջը։ Я иду и приближаюсь к Богу. Լսեք, շատերին ուզում ասում, հերիք հարաբերությունների հարց լուծեք իրար։ Многим хочу сказать, не выясняйте Չեք отношения друг с նկատում, որ другом. ինչքան դանում եք, այնքան դուք խորազուզվում եք խնդիրների մեջ։ Вы не замечаете, чем больше вы это делаете, вы углубляетесь в Հերիք проблемы. եք գլխով հարվածել խնդիրներին, չեք նկատում, որ պատա։ Хватит головой биться о проблемы, вы не замечаете, что там стена. Բա ինչ անենք։ А что делать? Երանի քեզ, И дай блажен որ դու այս ты, քարոզից հետո քո մեջ ասես, ես գնում что եմ։ ты после этой проповеди внутри себя скажешь, Նրան я մոտենալու։ иду, чтобы приблизиться к Нему. Եվ ասма Մովսեսն ասեց, գնամ, И написано, Моисей сказал, մոտենամ, пойду, приближусь, տեսնեմ։ посмотрю. Ինչ կա սրա մեջ։ И что в этом есть? Գիտեք ինչ կա։ И знаете, что там есть? Ասма եւ գնաց, որ տեսնի, թե ինչու համար մորենին չի այրվում։ Он пошел посмотреть, на почему куст не сгорает. Տեսեք որտեղից է Աստված խոսում։ Սարգիս եղբայրը Посмотрите, ուշադրին։ откуда Бог начинает говорить. Ասма եւ Եհովան տեսավ։ И написано, Господь увидел. Դուք տեսեք կոնտակտը որտեղից է վերականգնվում Աստծո հետ։ Посмотрите, где возобновляется контакт с Богом. Դուք տեսեք Աստված որտեղից է պատրաստում Մովսեսի հետ խոսել։ Где Бог подготавливает, чтобы говорить с Моисеем. Երբ որ նա տեսավ, Когда он որ увидел, Մովսեսը что Моисей, վերջապես в конце концов, Իհարկե մենք կարող ենք վիճել դե Հակոբ եղբայր да, միջև мы այդ можем կրակը չէր поспорить, վառում եւ այլն։ да, этот Դա մեկ огонь այլ до հարց է։ этого не горел, это другой вопрос. Բայց այսեղ տրամաբանություն կա։ Но здесь есть определенная логика. Աստված տեսավ, որ Մովսեսը տեսավ Бог увидел, что Моисей увидел. եւ նա Եհովան տեսավ, որ Մովսեսը դարձավ տեսնելու И что он идет смотреть, Господь եւ увидел. Աստված մորենու միջիցը կանչեց նրան եւ И ասեց. воззвал к нему Бог из среды куста и Мовсес. сказал, Моисей, Մովսես Моисей. եւ նա ասեց. И он сказал, Ահա ես Տեր։ вот я. Թույլ տվեք մի բան ասեմ ձեզ։ Позвольте мне кое-что вам сказать. Գիտեք ինչու մարդը շատ ժամանակ իրեն չի սիրում։ Почему человек любит не то часто Не, время? не, Нет. մարդը իրեն չի սիրում։ Себя не любит. Ես տեսել եմ մարդիկ, որոնք ատում են իրենց։ Я видел людей, которые ненавидят себя. Գիտեք ինչու սիրելերս։ И знаете почему? Որովհետև տունը այդքան լավ իմաստով իր անունը չեն տվել երբեք։ Потому что никогда его имя не произносили в хорошем Ծնողները смысле. միշտ տարել են քորալով, И его родители всегда это делали с նեգատիվ։ криком, с негативом. Գիտեք ինչու մարդիկ կան, որ իրենց ատում են։ Знаете, почему есть люди, Агрессивен которые մեծացած, ненавидят себя? որովհետև դպրոցից Они անընդհատ агрессивны. իր անունը տալով ասել են, այ ես ինչ դու մարդ չես դառնա։ Потому что в школе мы часто говорили, ты не станешь человеком. Դուք գիտեք որտեղ են մարդիկ իրենց ատում, Знаете, где люди себя որ ненавидят? երբեք իրենց աշխատանքի տեղը իրենց մասին նորմալ իրենց անունը չեն տվել։ Когда на рабочем հեգնանքով։ месте никогда нормально не обращались к ним. Գիտեք ինչու։ И знаете почему? Նրանք մեղավոր չեն, Они невиновны. որովհետև դու երբեք նրա բերանից քո անունը չես լսել։ Потому что ты из его уст никогда не слышал свое имя. Փնտրի նրա բերանից քո անունը լսես։ Ищи, чтобы услышать свое имя из его Եվ уст. դու կտեսնես ով է նա եւ ով ես դու։ И ты увидишь, кто он и кто ты. Քույրեր, Մովսեսը լավ օրից էր գնացել անապատ։ Разве от хорошей жизни Моисей пошел в пустыню? Ես վստահ եմ, որ ինքը երկար ժամանակ նեղված էր իր սրտի մեջ։ Я уверен, что он в своем сердце был смущен. Որովհետև ինքը անապատում հայտնվել էր, որովհետև լավություն էր արել։ И он оказался в пустыне, потому что сделал Այն որ доброе ասում են дело. լավություն անողի գլուխը ծակա, И երևի թե Մովսեսն էլ էր միշտ ասում։ Когда говорят о Լավություն անողի добродетеле, գլուխը ծակա։ в голове дырка. Պրաստրիլն է դիրքը։ Բայց այս անգամ այդպես չէր։ Но в этот раз было не так. Ինքը իր անունը լսեց իր ստեղծողի բերանից։ Он услышал свое имя из уст Քույրեր, своего եղբայրներ, Создателя, братья и Մարդու сестры. համար Для человека
ամենալավ բանը իր ծնված օրվանից, որ կարող է լինել, Самое лучшее, что может произойти с ним с դա рождения, նրա մոր ձայնն է իր համար։ это и голос его мамы для него. Ես երբեք չեմ ծննդաբերել Я никогда не рожал никого. եւ ասեմ որ քույրիկները հերոս են։ И хочу сказать, что сестры, они героини. Այդ ցավն էլ չգիտեմ ինչ է, բայց ասում են դա սարսափելի ցավ И է։ я не знаю эту боль, но написано, что это очень страшная боль. Բայց երբ որ զավակը ծնվում է, Но когда рождается եւ дитё, մայրը վերցնում է այդ զավակին դնում իր и կրծքին, мать берет к себе на грудь, եթե բանել չասի նրա հայացքը, даже если իր она ничего не զավակի скажет, հայացքից սկսում է խոսել։ и их взгляды начинают говорить друг с другом. Եվ այդտեղից է սկսում կյանքը։ И именно с этого момента начинается жизнь. Նա քեզ դրել է իր կրծքին։ Он тебя поставил на свою грудь. Եվ հիմա քո անունը տալիս է քո ներսում։ И сейчас он произносит твое имя внутри тебя. Եվ մեկ խնդրանք ունի քեզ։ И у него одна просьба к тебе. Ես ուզում եմ մոտենալ քեզ։ Я хочу приблизиться к тебе. Միայն թե դու մոտեցիր ինձ։ Главное, только чтобы ты приближался ко мне. Եվ որ Աստված տեսավ, Когда Бог увидел, որ Մովսեսը մոտենում է, что Моисей приближается, ասեց Մովսես, он сказал: Моисей. եւ ասեց ահա ես Տեր։ И он ответил: вот я. Այս Господь». անգամ Ադամի պես պատասխան չկար։ И не было ответа, как у Адама. Այս անգամ մեկ այլ ուրիշ հանդիպում տեղի ունեցավ։ В этот раз произошла другая встреча. Ահա ես Տեր։ Вот я, Господь. Հարց կտակ ուր է այդ ձայնը։ Вы спросите: а где этот голос? Միայն նրան մոտ լինելու process-ի ժամանակ։ Только в процессе приближения к Нему. Նրան մոտենալու process-ի В ժամանակ։ процессе приближения к Нему. Միկա ջան, բարձացի վերև բալես։ Բան կա, որ մենք պիտի հասկանանք։ Есть вещи, которые мы должны понять. Եվ ուզում եմ սրանունը կոչել յետ քաշվելու եւ հերու կենալու սինդրոմը։ И я хочу назвать это синдром, Յետ քաշվելու եւ հերու կենալու։ то есть Դալյաց։ отдаляться, да, и Այդպիսի стоять в стороне. Սուրբ գրքում այդպիսի սինդրոմ կա եւ այդ սինդրոմը փոխանցվում է սերնդե սերունդ։ Տերը պահի մեզ այդ И սինդրոմից։ этот синдром из рода в род передается, пускай нас Դուք հասկանում Бог. եք, չէ՞ սինդրոմ բառը ինչ է նշանակում։ Знаете, что означает синдром? Մի տարօրինակ երևույթ, որ կրկնվող է։ То есть Փոխանցվողի։ странная вещь, которая повторяется. Եվ ես այդ սինդրոմին կոչում եմ յետ քաշվելու սինդրոմ։ То есть я называю этот синдром отдаляться. Գիտեք, սիրելիներս, պատահական չէ, որ դու կարող ես այնպիսի մեղ գործել, որ դրանից հետո ինքդ քեզանից զզվես։ Не случайно, что ты можешь такой грех сделать, что ты сам будешь, как бы, тебе противен будет, ты сам себе будешь Եվ ուզում եմ противен. ասեմ, դա այն ժամանակ է եղել դու որ հերրու ես եղել Это Աստծոց։ было в тот момент, когда ты был далек от Бога. Մի զարմանա որ ինչ որ մեկը կնկատեք, որ իր ծրտի մեջ ատելություն կա։ Не удивляйся, если в твое сердце придет какая-то ненависть. Դա այն ժամանակն է, երբ որ մարդը հերրու է Աստծոց։ Это в тот момент, когда человек находится далеко от Бога. Ամենավատ բաները մարդու հետ տեղի ունենում Աստծոց հերրու ժամանակներում։ Самое плохое с человеком происходит, когда человек находится далеко от Бога. Եվ տեսեք, այս սինդրոմը շատ վտանգավոր սինդրոմ է։ И это очень опасный синдром. Ելից գրքի 20 գլխի 18-21 համարներում И в Исход, в 20 глава, 18 стих, դուք տվեք կարդանք միասին։ позвольте, давайте вместе прочитаем. Ասում է եւ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումներ, կայծակներ, Весь народ видел громы и пламя, փողի ձայնը եւ սարի ծխելը, и звук трубный, и гору որտեղ дымящуюся. Աստված այցելել էր իր ժողովրդին։ Увидев то народ, потому что Бог Եվ посетил. տեսեք ինչ ասում Սուրբ И Գիրքը։ посмотрите, что говорит Եվ Библия. ժողովուրդը տեսավ, И народ, увидев, յետ քաշվեց отступил եւ հերրու и կանգնեց։ стал вдали. Իհարկե,
մենք այստեղ մտքեր կարող ենք ունենալ եւ դա որոշ չափով կարող է ճիշտ լինել։ Конечно, у нас здесь могут быть мысли, они могут быть правдивы. Խնդրում եմ ուշադրի լսեք, շատ կարևոր բան պիտի ցույց տամ։ И я очень важную вещь должен вам показать. ասում եմ, եւ բոլոր ժողովուրդը տեսնում են որոտումները, կայծակները, Написано, փողի что ձայնը, весь սարի народ ծխերը։ видел вот этот звук трубный, пламя, вот эти Խնդրում громы. եմ, տվեք ինձ հաջորդ խոսքը։ Եվ ասեց Մովսեսին И ժողովուրդը. сказали Моисею: Դու գնա խոսի Աստծո հետ։ говори ты с нами, Արի մեզ ասա, и мы будем слушать, да? բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք։ Но чтобы не говорил с нами Бог, дабы нам не умереть. Այո, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ժողովուրդը վախեցավ։ Да, Библия показывает, что народ убоялся. Այստեղ վախի ֆակտորը կար։ Здесь есть фактор страха. Բայց զարմանալի է, որ Մովսեսը Но удивительно, что Моисей ասում է, հələ շարունակեք խոսքը, եւ Մովսեսը ժողովրդին ասեց. «Մեկ վախենա»։ и сказал Моисей народу: не бойтесь. Գիտեք նոր կտակարանում Սուրբ Գիրքն ինչ է ասում։ Знаете, что говорит в Новом Завете Ասեն Библия? եղբայր Սուրբ Գիրքն ասում է Աստված մեզ վախի եւ երկչոտության հոգի չի տվել, Что Он избавил нас от духа боязни. Нет. Он не дал нам духа որպեսզի боязни, մենք չվախենանք։ чтобы мы не боялись. Նոր կտակարանում ճանապարհ կա պատրաստված В դեպի Новом Завете Աստված։ приготовлен путь к Богу. Բայց այստեղ մեկ այլ ուրիշ բան եմ ցույց տալու։ Но здесь я что-то другое Այս показываю. սինդրոմը ետ քաշվելու։ Синдром, вот это Սա այն отходить մարդկանց назад, մասին է մեկ այլ եւս это о тех людях, եւս որ սիրում են իրենց հոգևոր կյանքի պատասխանատվությունը դնեն ուրիշների վրա։ которые любят ответственность за свою духовную Իրենք жизнь ոչինչ չանեն, отдавать другим. իրենք ոչինչ չանեն, Они ничего не делают, բայց իրանց համար ամեն ինչ անեն, որ իրանք հոգևոր ուժեղ լինեն։ но сделать для себя все, чтобы они Հովիվ были ջան, духовно գիտես и չէ, сильными. վաղուց դու մեզ չես այցելում, դրա համար տկարացել ենք։ Пастор, ты давно нас не посещаешь, поэтому мы немощны. Ոնց եմ ես կասկածում այդ արտահայտության վրա։ Как я сомневаюсь над этими словами? Գներեք սերներս, դու գիտեք ես մարդ չեմ։ Вы думаете, я не человек? Կարող եք ձեր բարձրացնեք, ինչ որ մեկը որ զանգ եմ ասեմ, վաղուց չես եկել, դրա համար հոգևոր տկար եմ ես։ Если такие люди, пускай поднимут руки. Կամ ասեմ, այ դու չեկար, դրա համար ես սենց եղա։ Կա տենց մեկը, կարող եք ձեր բարձրացնել։ Если такие люди, которые так Գիտեմ ինչ считают. եք մտածում։ Դու հովիվ ես։ Սերներս սուտ է։ И знаете, это неправда. Հովությունը ընդհանրապես դա պաշտոն է։ Пасторство – это просто какой-то пост, да? Да, это служение։ Դա ծառայություն է, Это служение. բայց դա հոգևոր վիճակ չէ։ Но это не духовное состояние. Հիմա ասացիս իմաստը ինչ է։ И в чем смысл моего Այս сказанного? սինդրոմը, Этот синдром, ես կուզեմ, որ դուք այստեղ տեսնեք հետևյալը։ я хочу, чтобы вы здесь увидели Որ следующее. մարդիկ հաճախ սիրում են իրենց փոխարեն լինի մեկը, Что люди любят очень часто, чтобы օրինակ вместо них был ինձ кто-то. ասում են, այ եթե դու չգաս մեր խմբակ, մենք այլևս չենք գալու այդ խմբակը։ Мне часто говорят, если ты не придешь в эту домашнюю группу, мы больше не Սիրելիներս, придем туда. կներեք, ես միշտ չէ որ կարող եմ գալ այդ խմբակը։ Простите, я не всегда могу прийти в эту домашнюю Օրինակ группу. ես կասկածում եմ, որ այն մարդիկ ասում են, այ եթե այս մեկը չքարոզի, ես չեմ գալու եկեղեցի քարոզ չլսեմ։ И многие говорят, если этот не будет проповедовать, я не буду приходить в церковь. Ես չեմ հավատում այդ մարդկանց ասացին։ Я не верю тому, что говорят эти люди. Ես նկատել եմ, Я որ заметил, մարդիկ կան, որոնք միշտ սիրում են, որ իրենց համար աղոթեն, что есть люди, которые всегда любят, чтобы за них молились. ես դաժե կներեք լավ հիմա ուղիղ եթերա չացեմ, բայց որ ուղիղ եթեր չներ, ես դες մի հատ նես բան կպատմեի։ Դուք կզարմանաք, թե մարդը ինչ աստիճանի կարող է իր հոգևոր պատասխանատվությունը դնել մեկի վրա։ И если бы не прямой эфир, я бы вам рассказал, как, до какой степени человек может Այ հովիջան, перекладывать որ эту դու կողքս ответственность. լիներ, ես շնություն չէի գործի։ Գիտես, ընկա շնության մեջ, Օ, պաստոր, որովհետև դու կողքս չեր։ Я, в общем, впал в блуд, потому что тебя Կներեք рядом со мной սիրելիս, не было. երևի բախտդ բերել է շնության ժամանակ կողքդ չեմ եղել, Тебе просто повезло, что я не был рядом. որովհետև Սուրբ գրքում մի հատ հերոս կա, ասма տեսավ Իսրայելում մեկը շնություն արեց։ Потому что есть один герой в Библии, что увидел в Израиле Աղեղը кто-то. վերցրեց, այնպես խրեց երկուսի մեջ։ И, в общем, да. Դա վախում ես թարգմանես, переводи բրատես։ Այնպես որ հարազատ ես, հələ էդի հարցա։ Իհարկե, կներեք, շատ կոպի ծայրահեղ բաներ եմ ասում, բայց ասացիս իմաստը, մի դնի քո պատասխանատվությունը հոգևոր ինչ-որ մեկի վրա։ Не перекладывай свою ответственность на чужого. Համար առաջի պատասխանատվությունը
որ մարդը կրում է, թե ինչպիսին պիտի լինի ինքը հոգևոր։ Всё, ապեր, Мне тоже интересно, что вы դա скажете. դու ես։ Ես եմ ինձ համար, դու ես քեզ համար։ Դա դու ես քեզ համար։ Իսկ գիտեք Իսրայելը ինչ է ասում։ А знаете, что говорит Израиль? Գնա դու բարձացի, Иди, поднимись ты. այդ անznավորությունը շատ եմ սիրում, ներողություն եմ խնդրում, որ այս օրինակը կբերեմ։ И я люблю этого Մի օր человека, մի простите, что ինձ я շատ приведу հարազատ этот մարդու пример. ասի Աստվածաշունչ կարդում ես։ И я очень родному, близкому Ասեց, себе человеку спросил, «Քո ты любишь ասածը ինձ Библию?» հերիք է։ И он сказал, мне достаточно того, что ты говоришь. Բա որ ես մեռնեմ։ А если я умру? Իսկ ես հաստատ մեռնելու եմ մի օր։ А я точно умру в один из дней. Լսել եք, չէ, դի մենակ 90-ական թվականների սերունդը կասան, ասում այդ ամերար։ Ո՞վ է հիշում է պատմությունը։ Մեռան, հա, հնարավոր է սիրելիս։ И возможно, что я умру. Քո հոգևոր պատասխանատվությունը որևէ մեկի վրա մի դիր։ Не перекладывай свою ответственность на других. Մոսես դու բարձացի սարը։ Моисей, поднимись к Արի на մեզ гору. ասա։ Скажи нам. Հասկացեք սիրելիս, նորից եմ ասում, կոնտեքստի մեջ մենք կարող ենք ուրիշ բաներ տեսել, դա նորմալ է, բայց Да, мы можем կարելի в է այսպես контексте увидеть տեսնել։ что-то другое, но мы можем увидеть и это. Որ մենք Что мы, մտածենք, որ կա ճանապարհ դեպի Աստված բոլորիս что համար։ есть путь для каждого из нас к Богу. Եվ վերջացնելուց առաջ, И прежде чем я закончу, պունկտ համար առաջի, первый пункт. նրանք ովքեր որ մոտենում են Աստծուն։ Те, которые приближаются к Богу. Նա ով ուզում է մոտենալ Աստծուն։ Тот, кто хочет Սուրբ приблизиться Գիրքն к ասում է, Богу, պիտի հավատա, որ նա կա, Библия говорит, что он должен веровать, եւ что նա он есть. վարձ կտա ովքեր որ հավատում են նրան։ И он воздаст тем, кто в него верит. Հաջորդ բանը, Следующее. Տերը մեզ հետ կլինի, եթե մենք նրա հետ լինենք։ Господь будет с нами, если мы будем с ним. Եթե կարդանք Սաղմոս 145-ը, Если будем читать Псалом այս ընթացքում 145, կարող են մեր ծառայողները մոտենալ սեղանին։ Եթե կարդանք Սաղմոս 145-ը, если будем читать 145 մենք Псалом, կտեսնենք, այո, եկեք բացենք այդ տեղը կարդանք իրար հետ։ Սաղմոս 145 18-19 համարներն ասում են. 18 и 17 стих. Տերը մոտիկ է բոլոր դեպի իրեն կանչողներին։ Գրած անդեղավ։ Близок Господь ко всем призывающим Եվ Его, ամենին, որ կանչում են նրան ко ճշմարտությունով։ всем призывающим Его в истине. 19 համարն ասում է. 19 стих говорит, Իրանից վախեցողների կամքն անում է։ желание боящихся Его Եվ Он նրանց исполняет, աղաղակը լսում է։ вопль их слышит. Գիտեք, անգամ մեղավորի համար հույս կա, երբ որ մարդը մոտենում է Աստծուն։ Даже для грешного человека Ամբարիշտի есть համար надежда, հույս կա, когда он երբ որ նա приблизится. մոտենում է Աստծուն։ Для беззаконника есть надежда, когда он приближается Սաղմոս к Богу. 73-ն ասում է. И Псалом 73 говорит, Մահ կա Աստծոց հեռացողներին։ смерть есть для тех, кто отдаляется от Այդ նույն Бога. 73 գլուխն ասում է. Даже этот 72 Псалом говорит, Բարիք էլ կա Աստծուն մոտեցողներին։ благо есть приближаться к Богу. Овսեն ասում է, И Иосия говорит, Овսիա, Осия, եկեք ետ դառնանք Աստծուն։ давайте обратимся к Նա Богу. մեզ հարվածեց, Он нас наказал, նա էլ մեզ կբժշկի։ Он нас и исцелит. Եվ վերջինը, И последнее, Աստծուն մոտեցողը приближающийся к Богу, կազատվի իր գերությունից։ избавиться от рабства. Գիտեք, սերեներս, ես հավատում եմ, Я верю, որ Աստծուն մոտեցողներից դևերներ կհեռանան։ что приближаешься к Богу, и бесы уйдут, от Него и бесы уйдут, Հիվանդություններն էլ կբժշկվեն, и болезни исцелятся, մարդիկ կազատագրվեն։ и люди освободятся. Այստեղ գաղտնիքը կայանում է միայն սրանում։ Եկեք կանգնենք ոտքերի վրա։ Секрет заключается только в том, Ով է պատրաստ այս տարի кто готов в этом году որոշում կայացնի принять решение մոտենալ Տիրոջը։ приближаться к Богу. Գիտես, Երանի նրան, որ մի օր քեզ կզանգեն, կասես կներես, ես աղոթքի մեջ եմ։ Блаженны те, если кому-то позвонят, и он скажет, Հեսա прости, я в աղոթքս молитве. վերջացնեմ, նոր քեզ Я կպատասխանեմ։ сейчас закончу свою молитву, и только Երանի потом նրան, тебе որ քեզ отвечу. կզանգեն, կասեն հյուր են գալիս։ Блаженны те, если скажут, мы приходим к тебе в гости. Կասես կներես, այսօր Աստծո տուն եմ գնում, А ты վաղ ազատ եմ։ скажешь, я сейчас иду в Божий дом, а завтра я свободен. Երանի քեզ, И блажен ты, որ շատ հարաբերություններ, որ կոնֆլիկտային են քեզ համար, если многие взаимоотношения, которые конфликтны для тебя, դու որոշում ты կկայացնես։ примешь решение. Ես այդ ամենը թողնում եմ, Я это все оставляю. գնում եմ Տիրոջը մոտենալու։ Я иду, чтобы приблизиться Նա к Господу. ավելի լավ կլուծի այդ հարցը։ Он еще лучше решит этот вопрос.
Հասկացեք ծերերս, սրա մեջ մեծ օրհնություն կա։ Поймите, в этом есть большое благословение. Եվ սա է, այն ինչ որ հիմա կանենք И այսօր, то, что мы сегодня будем делать, նշանակում է, որ մենք մոտենում ենք Տիրոջ սեղանին։ означает то, что мы приближаемся к Божьему. Աստծո խոսքն ասեց, Տրապեզի։ ով եղբայր ջան։ И Божье Слово сказало, Ասում է Տեր Հիսուսն առավ հացը, Господь Иисус взял хлеб, Ռեբեկա ջան, դու կարող ես սկսել երգել արդեն։ Գոհացավ, возблагодарив, կտրեց преломил եւ ասեց. и сказал, Այս է իմ մարմինը, «Сие есть тело мое, որ ձեզ համար տրվում է։ которое отдается вам. Այս արեք իմ հիշատակի համար։ Делайте это в воспоминания обо мне». Հաջորդ խոսքն ասում է. И следующий стих говорит, Վերցրեց բաժակը он взял чашу եւ ասեց. и сказал, Սա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է ձեզ համար։ «Сие есть кровь Нового Завета, которая проливается за вас». Մի տեղում էլ Սուրբ Գիրքն ասում է. А в одном месте Քիչ կամաց Ռեբեկա ջան։ Библия говорит, Որովհետեւ ես Տերիսն ընդունեցի, потому что я от самого Господа այն որ ձեզ принял, էլ անվանդեցի, что передал вам, որ Տեր Հիսուս Քրիստոսը что Господь Иисус, այն գիշերը որ մատնվում էր, тот вечер, который был предан, հացն առավ, Он взял хлеб, կտրեց, преломил, տվեց отдал եւ ասեց. и Սա сказал, կոտրվում է ձեզ համար։ примите, идите, Քույրեր это եղբայրներ, тело ломимое за вас. մենք պատիվ ունենք այսօր մոտենալ այս И у Սուրբ нас, սեղանին։ мы сегодня имеем ту честь Եվ приближаться к этому կուզենամ столу. կուզենամ ընդամենը մի քանի վայրկյան փակենք մեր И աչքերը хочу буквально несколько секунд, закроем наши եւ այս глаза երկրպագության հետ աղոթք բերենք и Տիրոջը։ вместе с этим поклонением принесем молитву к Богу. Քո հզոր անունը